Սեպտեմբերից 6 տարեկան երեխաները դպրոց կհաճախեն։ Նոր օրենքով, եթե երեխան այդ տարիքում դպրոց չգնա, 7 տարեկանում դպրոց դիմելու դեպքում գնալու է երկրորդ դասարան ու ստիպված յուրացնելու նախորդ տարվա ամբողջ ծրագիրը։ Ժամինը հազանգած ծնողները դժգոհում են абսուրդ որակում կրթական գերատեսչության այս որոշումը։ Ասում են, իրենց երեխաները այդ վաղ տարիքում պատրաստ չեն դպրոց հաճախել թե հոգեբանորեն եւ թե անհատական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված։ Ես չեմ պատրաստում իմ փոքրիկին ուղարկել դպրոց, որտեղ դա այն շրջանն է, որ երեխաները պետք է խաղան, չեմ պատրաստում իմ երեխայի մանկությունը փչացնել, կտրել, տանել դպրոց։ Մանկավարժները նույնպես համակարծիք են, տարիների իրենց փորձն էլ նույն բանն է վկայում։ Մինչև 7 տարեկանը երեխաների համար առաջնային է խաղը, որից հետո միայն ուսումը։ Հոգեբաններն էլ ապացուցել են, որ երեխան տառը հնչյունից տարբերում է սկսած 7 տարեկանից։ Իհարկե կան բացառիկ երեխաներ, հաշվի չառնելով տարիքային առանձնահատկությունները կարող են կասել, բայց դա բնորոշ չի բոլորին։ 45 րոպե անընդմեջ երեխան պետք է ուշադրությունը կենտրոնացնի դասապրոցեսի վրա, որն այս դեպքում գրեթե անհնար է։ Մասնագետները հիշեցնում են նաև ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների օրինակը, որոնց դեպքում եւս քիչ չեն դժվարությունները։ Ես ինքս ներառական կրթության երեխա ունեմ եւ առաջի դասարան ընդհանրապես հաճախել չի ցանկանում, ներառական կրթությունը միացված է համընդհանուր կրթության հետ, ներառական երեխան չի ընկալում դասը ինչ է, կարող է դասի ժամանակ նույնիսկ հագուստը հանել, չհասկանալ, որ չի կարելի, կարող է նույնիսկ խանգարել մնացած բոլոր առողջ երեխաների կրթության իրավունքը։ Լոգոպեդն էլ նկատում է զարգացվածությունից զատ ամենամեծ ու կարևոր խնդիրը երեխաների ուսումնական մոտիվացիայի իսպառ բացակայությունն է։ Առաջի դասարանցին չի ցանկանում գնալ դպրոց սովորել, որովհետև իր արժև դրված խնդիրը, իր արժև դրված ուսումնական ծրագիրը իրեն հասանելի չի, դժվար է։ Երբ երեխան պատրաստ չի դպրոց գնալուն, այսինքն չունի բավարար բարիքային բառապաշարը, չի կարողանում արտասանել բոլոր հնչյունները եւ դրանից բխող բոլոր հարցերը, երեխան կդժվարանա այդ տառերը գրել սովորել։ Եթե չի կարողանում լիարժեք հնչեցնել, հնչարտասանությունը տուժածել, ապա գրավոր խոսքում գրելու ընթացքում ինքը ունենում է ավելի շատ խնդիրներ։ Թե ինչ որոշում կկայացնեն ծնողները, պարզ չէ, բայց այն, որ 7 տարեկանում դպրոց հաճախելու դեպքում կխաթարվի երեխայի կրթական գործընթացը, միանշանակ է։ Կկարողանան արդյոք մանկավարժները իրենց վրա դրված ծանր բեռը տանել ու լրացնել բաց թողնված դպրոցական ծրագիրը, ժամանակը ցույց կտա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։